Բոլոր մոռացկոտ մարդիկ Alzheimer-ի հիվանդություն ունեն։ Ոչ։ Մոռացկոտության հաճախ հանդիպող պատճառներից են նաև ստրեսը, քնի պակասը, վիտամին B12-ի դեֆիցիտը, բանաձև գեղձի խնդիրները եւ բազմաթիվ այլ բուժելի եւ դարձելի իրավիճակներ։ Երբ է մոռացկոտությունը նորմալ։ Եթե օրինակ մոռանում եք թե ուր եք դրել ձեր բանալիները, բայց որոշ ժամանակ անց հիշում եք կամ գտնում եք դրանք, դա սովորաբար նորմալ է։ Իսկ երբ պետք է դիմել նյարդաբանի։ Եթե մոռանում եք կարևոր իրադարձությունները, հարազատների անունները, նույն հարցը մի քանի անգամ տալիս եք, կամ ընդհանուր առմամբ հիշողության խնդիրները խանգարում են աշխատանքային եւ առօրյա կյանքում, պետք է անպայման դիմել նյարդաբան։ Քնի պակասը կարող է ազդել հիշողության վրա։ Իհարկե, քնի ընթացքում ուղեղը ամրապնդում է նոր հիշողությունները։ Հետևաբար քնի պակասը, քնի որակի նվազումը կարող են զգալիորեն վատացնել հիշողությունը եւ ուշադրությունը։ Հաջբար լուծելը կամ գիրք կարդալը օգնում են հիշողությանը։ Այո, թե մտավոր, թե նաև ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր ունեն ուղեղի առնչության պահպանման գործում։ Դրանք նպաստում են հիշողության եւ այլ մտավոր ֆունկցիաների պահպանմանը։ Հնարավոր է կանխել հիշողության վատացումը։ Միշտ չի որ հնարավոր է, սակայն առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական եւ մտավոր ակտիվությունը, լավ քունը, զարկերակային ճնշման եւ արյան մեջ շաքարի մակարդակի մշտական վերահսկումը զգալիորեն կարող են նպաստել ուղեղի առողջության պահպանմանը։